դինամիկ QR կոդը։ Telcel Wallet հավելվածում դինամիկ է կոչվում այն QR պատկերը, որը գոյություն ունի միայն հեռախոսում եւ պարբերաբար փոխում է տեսքը։ Որ ուղետոմսերն ունեն դինամիկ QR կոդ։ Դինամիկ QR կոդ ունեն հետևյալ ուղետոմսերը կամ տրանսպորտային փաթեթները. 90 րոպե, 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս, 3 ամիս եւ 1 տարի։ Կարող եմ արդյոք նշված փաթեթների դինամիկ QR կոդը փոխանցել ընտանիքիս անդամներին։ Ցավոք սրտի ոչ։ Այս փաթեթները ներառում են անսահմանափակ ուղևորությունների հնարավորություն եւ հիմնված են մեկ անձ, մեկ փաթեթ սկզբունքի վրա։ Այլապես գնված մեկ փաթեթը կարող է ծառայել անսահմանափակ ուղևորների։ Telcel Wallet հավելվածում դինամիկ QR կոդերը հնարավոր չէ լուսանկարել կամ սկրինշոթ անել։ Եթե անգամ դա հաջողվեր, ուղետոմսերը վավեր չէին լինի, քանի որ պատկերը թարմացվում է 30 վայրկյանը մեկ։ Հիշեցնենք, որ Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի բոլոր փոփոխությունները կատարվում են համաձայն ավականու որոշումների։ Իսկ տրանսպորտային քարտի փաթեթից միաժամանակ կարող է մի քանի անձ օգտվել։ Ոչ, մեկից ավելի ուղևորներ միևնույն տրանսպորտային միջոցում մեկ քարտ ներկայացնել չեն կարող։ Ցանկացած տրանսպորտային միջոցից օգտվելիս տրանսպորտային քարտից գանձում կատարվում է միայն մեկ անգամ։ Իսկ բանկային քարտով միաժամանակյան մի քանի վճարում հնարավոր է։ Բանկային քարտով եւս չեք կարող միևնույն տրանսպորտում մի քանի անգամ վճարել։ Հնարավոր չէ տարբերակել ուղևորը վճարում է բանկային քարտով, թե բանկային քարտին կցված տրանսպորտային փաթեթով։ Այդ դեպքում ինչպես ուղետոմսեր գնեմ ու փոխանցեմ ընտանիքիս անդամներին, եթե նրանք չունեն տրանսպորտային փաթեթ։ Մտերիմների համար Telcel Wallet հավելվածով կարելի է գնել մեկ անգամյա ուղետոմս կամ բազմակի 10 ուղևորություն փաթեթ։ Միմյանց կարելի է փոխանցել նաև դեպի օդանավակայան ուղետոմսը։ Նշված տարբերակներում QR կոդերը դինամիկ չեն եւ կարող են օգտագործվել ըստ գնված տոմսերի քանակի։